Մաթեմատիկական վերլուծության 17 դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր կշարունակենք ֆունկցիայի սահմանի եւ անընդհատության ուսումնասիրությունը։ Սահման եւ անընդհատություն։ Եկեք արագ վերհիշենք, թե ինչ արեցինք նախորդ դասին։ Ենթադրում ենք, որ ունենք x ենթաբազմություն RM-ից, ունենք f ֆունկցիան, որը արտապատկերում է x-ը r n տարածության մեջ, եւ ֆիքսում ենք ինչ-որ x0 կետ, պարտավոր չի ինքը պատկանել x-ին, RM-ից կետ, որի համար պահանջում ենք, որ ինքը լինի կուտակման կետ x-ի համար։ Կուտակման կետ x-ի համար։ Հիշեցնեմ, որ այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար, եթե վերցնում եմ x0 կենտրոնով եւ էպսիլոն շարավորող գունդ, ապա հատումը x-ի հետ պարունակում է անվերջ թվով տարրեր։ Այսինքն կարող եմ գրել հետևյալ ձևով, հատումը x-ից x հանած x0-ի հետ դատարկ չի։ Այսինքն x0-ն չի հետաքրքրում, բայց կարևոր է, որ ցանկացած էպսիլոն շրջակայքում լինի գոնե մի կետ x-ից, այսինքն ցանկացած գնդի համար հատումը x-ի հետ կպարունակի անվերջ թվով կետեր։ Ուրեմն այս տեսակ կետի համար մենք տվեցինք հետևյալ սահմանումը, ուրեմն կասենք, որ գոյություն ունի սահման, այսինքն կասենք, որ f-ի սահմանը, fx-ի սահմանը, երբ x-ը ձգտում է x0-ի հավասար է ինչ-որ a թվի, a-ն տար է r-նից, ըստ սահմանման սա նշանակում է հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի r դրական թիվ, որ ցանկացած x-ի համար, որը գտնվում է x0-ի r շրջակայքում, բայց տարբեր է x0-ից, fx հանածամ փոքր է էպսիլոնից։ Ուրեմն սահմանի հասկացողությունը կարող ենք ներմուծել նաև, երբ x-ը ձգտում է անսահմանության։ Ոնց որ մեկ չափանի դեպքում մենք կարող ենք նայել սահմանը, երբ x-ը ձգտում է ինչ-որ վերջավոր կետի, կամ սահմանը, երբ x-ը ձգտում է պլյուս անսահմանության կամ մինուս անսահմանության, նույն ձևով կարելի է նայել բազմաչափ դեպքում։ Ուրեմն այս սահմանման երկրորդ մասն է։ Ուրեմն կասենք, որ սահման fx-ը, երբ եկեք գրենք սենց այս անգամ, x-ը ձգտում է անսահմանության, կամ x-ի հեռավորությունը 0-ից ձգտում է անսահմանության, հիշեցնեմ, որ մոդուլ x-ով նշանակում ենք x-ի հեռավորությունը 0-ից։ Այսինքն այս նույնն է, ինչ որ գումար xg քառակուսի այդ ամեն ինչի 1/2 աստիճան, g-ն հավասար է 1-ից m։ Ուրեմն կասենք, որ fx-ի սահմանը հավասար է ինչ որ a-ի, որը էլի տար է r-նից, եթե տեղի ունի հետևյալը, ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի r դրական թիվ, որ եթե x-ի հեռավորությունը 0-ից, դրան երբեմն ես կասեմ x-ի նորմ, նորմի հասկացողությունը դեռ չգիտենք, բայց շուտով կիմանանք։ Բոլոր դեպքերում այս պահի դրությամբ այս պարզապես նշանակում է այս մեծության համար, որ եթե x-ը մեծ է r-ից, մի վարքյան, ուրեմն ցանկացած x-ի համար r-ից, եթե գիտենք, որ
հեռավորությունը 0-ից մեծ է r-ից, ապա fx անացան կլինի փոքր էպսիլոնից։ Ուրեմն երկու դիտարկում, այս երկրորդ դեպքում բնականաբար ես ենթադրում եմ, որ իմ f ֆունկցիան որոշված է ամբողջ տարածության վրա, կամ գոնե ինչ-որ գնդից դուրս։ Այս երկրորդ դեպքում ես ենթադրում եմ, որ իմ ֆունկցիան, f ֆունկցիան որոշված է rm-ից rn։ Նախ այս սահմանումները շատ իրար նման են։ Այսինքն մի դեպքում մենք ուզում ենք, որ մեր կետը x կետը լինի x0-ի մոտ, երկրորդ դեպքում մենք ուզում ենք, որ x կետը լինի կոպիտ ասած անսահմանության մոտ։ Եթե հիշում եք ինտեգրալ ուսումնասիրելիս մենք մի հասկացողություն ներմուծեցինք սահման ըստ հենքի կամ սահման ըստ բազայի։ Այս դեպքում էլ շատ հարմար է այդ նույն տերմինոլոգիան օգտագործելը, որովհետև բոլոր տեսակի սահմանները կարելի է դիտարկել միևնույն տեսակետից։ Ուրեմն եկեք հիշենք ինչ է նշանակում հենք, ուրեմն սահմանում դիցուկ ունենք ինչ-որ x բազմություն, ասենք կարող ենք ենթադրենք, որ x-ը հենց էլի rm-ից ենթաբազմություն է, ու ունենք x-ի ենթաբազմությունների ընտանիք, այսինքն այս ինչ-որ բազմություններ է պատկանում, ասենք b, որոնք ընկած են x-ի մեջ, ինչ-որ ենթաբազմությունների ընտանիք է, եկեք պայմանականորեն նշանակենք սենց, այս գրածս առանձնապես իմաստ չունի, բայց B ձեռագրով նշանակում եմ ինչ-որ բազմությունների ընտանիք։ Հիմա կասենք, որ B-ն հենք է, եթե նախ բազմություններից ոչ մեկը դատարկ չի, ցանկացած B բազմության համար ձեռագիր B-ից B-ն հավասար չի դատարկ բազմության, այսինքն դատարկ բազմություն չի կարող սրա անդամ լինել, և ցանկացած B1, B2-ի համար B-ից նրանց հատումը պարունակում է ևս մի ենթաբազմություն, ինչ-որ ենթաբազմություն B-ից։ Ցանկացած B1, B2-ի համար գոյություն ունի այնպիսի B, որ ընկած է S2-ի հատման մեջ։ Մեզ հենքի հասկացողությունն էր։ Կարող է մի քիչ abstract թվալ, բայց հուսով եմ ինտեգրալի սահմանումը և հիմա օրինակները, որ կնայենք, հասկանալի կդարձնի, թե ինչի մասին ենք խոսում։ Ուրեմն եկեք նայենք օրինակներ։ Ուրեմն առաջի օրինակը, եկեք սկսենք հենց այս երկու սահմանի այս երկու օրինակից, որտեղ նայում ենք ֆունկցիայի սահմանը ըստ երկու տարբեր հենքերի։ Ուրեմն վերցնում եմ ինչ-որ x0 կետ, որը պատկանում է rm-ին, և նայում եմ հետևյալ հենքը, B-ն կլինի բաղկացած x0 կենտրոնով և r շարավորող գնդերից, որտեղ r-ը մեծ է 0-ից։ Այսինքն բոլոր գնդերը, որոնց կենտրոնը x0-ն է, և շարավիղը r-ը մեծ է 0-ից։ Կարող եմ նաև նայել ուրիշ ձևով, այս նույն բանը համարժեք հենք կարող ենք նայել ուրիշ ձևով, վերցնում եմ r0 կետը և նայում եմ հետևյալ բազմությունները, նայում եմ բոլոր x-երը rm-ից, որոնք բավարարում են հետևյալ անհավասարությանը,
G երրորդ կոորդինատ հանած x G 0 փոքր է RG-ից և մեծ է 0-ից։ Այստեղ G-ն հավասար է 1-ից M, որտեղ ես ենթադրում եմ, որ RG-ները բոլորը դրական թվեր են։ Այստեղ մենացի մի բան մոռացա, այստեղ պետք է հանենք x0 կետը, որպեսզի ստացվի n ինչ-որ մասին մենք որ խոսում էինք այս առաջի սահմանման մեջ։ Առաջ սահմանման մեջ մենք միշտ x0 կետը հանում ենք սահմանը դիտարկելիս։ Եկեք ևս մի օրինակ նայենք ու փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում սահմանը ստենքի ու ինչով են, ոնց են դրանք կապված այս երկու օրինակների հետ, որ մենք նայեցինք այս սահմանման մեջ։ Երրորդը, այս հենքեր x0-ի շրջակայքում, այսինքն կոպիտ ասած, ուզում ենք հասկանանք, թե երբ է ֆունկցիան ձգտում ինչ-որ մի սահմանի, երբ x-ը ձգտում է x0-ի։ ԵՒս մի օրինակ նայենք սրա հետ կապված, ուրեմն հիմա նայենք այն դեպքը, որ մենք ուսումնասիրել ենք, նայում ենք x ենթաբազմությունը RM-ից ու ենթադրում ենք, որ x0-ն կուտակման կետ է։ Կուտակման կետ է x-ի համար։ Ունայում ենք հետևյալ բազմությունները, վերցնում եմ B x0R, հատում x-ի հետ և այս ամեն ինչից հանում եմ x0 կետը։ R նույնպես դրական թիվ է։ Այս երեք օրինակների համար շատ հեշտ է ստուգել բոլոր հատկությունները։ Նախ, որ ցանկացած բազմություն դատարկ չի, և եթե ունեմ երկու ենթաբազմություն, ապա դրանց հատումը պարունակում է բազմություն հենքից։ Օրինակ, եթե գնդերն եմ նայում, պարզվի, որ երկու գնդերի հատումը նորից գունդ է։ Ստեղ ես նայում եմ փաստորեն ուղղանկյունները կամ զուգահեռանիցները դրական կողմերով և x0-ն որպես ներքին կետ պարունակող, պարզվի, որ ցանկացած երկու տեսակ զուգահեռանիցի հատում նույնպես զուգահեռանից է, հետևաբար նույնպես սրա անդամ է։ Կամ ստեղ վերցրեցի ոչ թե գունդ հանած x0, այլ գունդ հատում x հանած x0, քանի որ x0-ն կուտակման կետ է, հեշտ է հասկանալ, որ սրանք բոլորը կլինեն ոչ դատարկ բազմություններ և էլի ակնհայտ է, որ հատումը նույնպես B-ից է։ Եվ վերջապես վերջին օրինակը, էլի RM տարածության մեջ ես նայում եմ հետևյալ հենքը, նայում եմ բոլոր x-երը RM-ից, որոնք գտնում են 0-ից, ինչ որ ամենակիչ R հեռավորության վրա։ Այսինքն գնդերի լրացումներն եմ նայում։ Կարող է գրել նաև սենց, վերցնում եմ փակ գունդ 0 կենտրոնով և R շարավղով և նայում եմ դրա լրացումը։ Ուրեմն սրանք հենքերի օրինակներ են։ Եկեք տանք մի սահմանում և հասկանանք, թե ինչի ես ամբողջը իմաստունի ներմուծել սահմանում։ Ուրեմն ես նայում եմ x ենթաբազմությունը RM-ից, նայում եմ f ֆունկցիան x-ից Rn և նայում եմ B ձեռագիր հենքը x-ի վրա։ Այսինքն, ինչ է նշանակում B ձեռագիրը հենք է x-ի վրա, նշանակում է B-ն բաղկացած է x-ի ենթաբազմություններից, որոնք դատարկ չեն, և ցանկացած երկուսի հատումը պարունակում է մի տարր էլի հենքից։ Ուրեմն կասենք, որ
F-ը ունի սահման ըստ B հենքի, ու կնշանակենք հետևյալ ձևով, ուրեմն եկեք սենց գրեմ, կասենք, որ F-ի սահմանը ըստ հենքի ըստ B հենքի հավասար է A-ի, ինչպես միշտ A-ն տար է R-նից, ըստ սահմանման այս նշանակում հետևյալը։ Ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի B, որը տար է այս մեր դիտարկած հենքի, այնպես որ եկեք ես անգամ ես գրեմ B-ի պատկերը F-ով ընկած է A կենտրոնով և էպսիլոն շարավորող գնդի մեջ։ Կամ կարող եմ ուրիշ ձևով ասել, նախորդ անգամ ոնց որ ասում էինք, ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի B, որ ցանկացած x-ի համար B-ից fx հանածան հեռավորությունը փոքր է էպսիլոնից։ Հիշեցնեմ, որ այս պարզապես x-ի հեռավորությունն է A-ից։ Որն է սրա իմաստը։ Սրա իմաստը այն է, որ սահմանի հատկությունները ուսումնասիրելիս ես բոլոր դեպքերը առանձին չեմ նայում։ Այսինքն, ստեղ տեսեք երկու տեսակ սահման կար, մեկը երբ x-ը ձգտում էր x0-ի, մեկը երբ x-ը ձգտում էր անսահմանության։ Այս երկուսը կարելի է նայել լրիվ միևնույն տեսակետից։ Օրինակ, եթե ուզում եմ ապացուցել սահմանի միակությունը, ես կարող եմ ապացուցել սահմանության միակությունը ցանկացած հենքի տեղից որպես մասնավոր դեպք ստանում եմ համ այս դեպքում միակությունը, համ այս դեպքում միակությունը։ Եկեք ևս մի օրինակ նայենք, որոնք կան վարժությունների մեջ, ուրեմն օրինակ որոշ վարժություններ կան, որոնց տակ գրված է հետևյալը, սահմաններ, ուրեմն երկու փոփոխականի ֆունկցիա է x-y, x-ը ձգտում է անսահմանության և y-ը ձգտում է անսահմանության։ Իրականում այս տեսքով գրելը մի քիչ անհասկանալի է, թե ինչ է նշանակում, որովհետև ես երկու ձևով կարող եմ հասկանալ։ Ես կարող եմ նայել երկու տեսակ հենք, որը քիչ թե շատ համապատասխանում է սրան, այսինքն ոչ թե քիչ թե շատ, այլ որը կարող է համապատասխանել սրան։ Ամեն անգամ վարժություն ունենալիս պետք է հասկանաք, ըստ որ հենքի եք նայում։ Ուրեմն առաջին հենքը հետևյալն է։ Այս առաջին հենքը n է, ինչ որ դիտարկեցինք այս 4-րդ օրինակում։ Այսինքն նայում եմ n բազմությունները, b-ն բաղկացած է հետևյալ բազմություններից։ Նայում եմ n xy կետերը R2-ում, որոնց հեռավորությունը 0-ից մեծ է ինչ-որ R թվից, այսինքն x քառակուսի գումարած y քառակուսի արմատ մեծ է R-ից։ Ու նայում եմ բոլոր R-երի համար։ Այսինքն առաջի տարբերակն է։ Երկրորդ տարբերակը հետևյալն է։ B2-ը, այդ n xy կետերն են R2-ից, որոնց համար x-ն է մեծ R-ից և միաժամանակ y-ն է մեծ R-ից։ Ու էլի նայում ես բոլոր R դրական թվերի։ Այսինքն ինչ է ստացվում։ Առաջի դեպքում ես նայում եմ հետևյալ բազմությունները։ Առաջի դեպքում վերցնում եմ 0 կենտրոնով և R շարավորող գունդ և նայում եմ այս մասը, գնդի լրացումը։ Այսինքն ասենք, որ ֆունկցիան ունի սահման, եթե ցանկացած էպսիլոն դրական թվի համար կարող եմ գտնել այն տեսակ գունդ, որ եթե x-ը, xy կետը չի պատկանում այդ գնդին, ապա տեղի ունի այս անհավասարությունը։ Իսկ ինչ է ստացվում երկրորդ դեպքում։ Երկրորդ դեպքում ես պետք է վերցնեմ, տեսեք միաժամանակ պետք է x-ը մեծ լինի R-ից և y-ը մեծ լինի R-ից։ Այսինքն ես վերցնում եմ երկու շերտ, մեկը x-երի առանցքի շուրջ, մյուսը y-ների առանցքի շուրջ, եկեք ուրիշ գրենք։
Վերցնում եմ երկու շերտ։ Սա x-երի առանցքներ, սա y-ների առանցքներ, եւ ուզում եմ համ x-ը մեծ լինի r-ից, համ y-ը մեծ լինի r-ից, հետեւաբար պետք է վերցնեմ այս մասերը։ Այսինքն, մասնավորապես կարող ենք ասել, որ եթե գոյություն ունի սահմանը ըստ B1 հենքի, ապա գոյություն կունենա սահմանը նաև ըստ B2 հենքի, բայց ոչ հակառակը։ Հիմա ինչ կարելի ասել այս ամեն ինչի մասին։ Այն լրիվ նույն բաները, ինչ որ նախորդ անգամ ասել ենք, առաջի սահմանի x-ը ձգտում է x0 սահմանի համասեր, այդ լրիվ նույն բանը կարելի է ասել։ Ուրեմն նախ կարող ենք ներմուծել սահմանափակության հասկացողությունը։ Ուրեմն սահմանում կասենք, որ f-ը սահմանափակ է, ըստ B հենքի, եթե գոյություն ունի, ասենք, C դրական թիվ եւ գոյություն ունի հենքից տար, այնպես որ եկեք sense գրենք f-ի B-ի պատկերը f-ով ընկած է 0 կենտրոնով եւ C շարավղով գնդի մեջ, կամ ուրիշ կերպ ասած, ցանկացած x-ի համար B-ից fx-ի հեռավորությունը 0-ից չի գերազանցում C-ն։ Եվ կարող ենք ասել են բոլոր հատկությունները, որոնք որ նախորդ անգամ քննարկեցինք։ Ուրեմն թեորեմ ուրեմն մի քանի կետ, ասենք, եթե գոյություն ունի սահման f-ի ըստ B հենքի, ապա սահմանը միակն է։ Երկրորդ հատկությունը, եթե գոյություն ունի սահման ըստ B հենքի, ապա f-ը սահմանափակ է ըստ B-ի։ Ըստ B-ի։ Երրորդ հատկությունը, մենք մի շարք հատկություններ ապահովեցինք գոյության համար, սահմանի գոյության համար, մասնավորապես ձևակերպեցի, բայց չապահովեցինք հետևյալ հատկությունը, որ գոյություն ունի սահման, f ֆունկցիայի ըստ B հենքի, այն եւ միայն այն դեպքում, երբ տեղի ունի հետևյալ կոշու հատկությունը, ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի B հենքից, որ f-ի տատանումները B-ի վրա չեն գերազանցում էպսիլոնը։ Եկեք այս հատկությունների գոնե մի մասը ապացուցենք։ Ապացույց։
Եկեք որ ապացուցենք, ասենք ան եւ գն, օրինակ։ Դիցուկ գոյություն ունի երկու սահման, այսինքն դիցուկ սահման f-ը ըստ b հենքի հավասար է a1-ի եւ սահման f ըստ b հենքի հավասար է a2-ի։ Ուրեմն a1 a2-ը տարեր են r-նից։ Մենք կարող ենք անել նույն մտահղացումն է, որ վերցնում ենք երկու գունդ a1-ի եւ a2-ի շուրջ, որոնք չեն հատվում։ Այսինքն վերցնում ենք էպսիլոն այնքան փոքր, որ a1 կենտրոնով եւ էպսիլոն շարավղով ու a2 կենտրոնով եւ էպսիլոն շարավղով գնդերը չեն հատվում։ Այսինքն վերցնում ենք էպսիլոն դրական թիվ այնպես, որ b a1 էպսիլոնը բաց գունդը էպսիլոն շարավղով եւ a1 կենտրոնով հատում b a2 էպսիլոնը հավասար է դատարկ բազմության։ Ըստ սահմանի գոյության, ըստ սահմանի սահմանման, այս էպսիլոնի համար կարող ենք գտնել գոյությունը այնպիսի b հենքից, որ f-b-ն ընկած է b a1 էպսիլոն, հուսով եմ այս շփոթություն չի առաջացում, ստեղ b-ն հենքից տարեր, ստեղ b-ն գնդի նշանակումն է, ընկած է սրա մեջ եւ միաժամանակ ներողություն, գոյություն ունի b1 b-ից, որ f b1-ը ընկած է սրա մեջ եւ միաժամանակ գոյություն ունի b2 b-ից, այնպես որ f b2-ը ընկած է գնդի մեջ a2 էպսիլոն։ Ուրեմն ստեղ b1-ը եւ b2-ը b-ից տարեր են։ Հետևաբար ըստ հենքի սահմանման գոյություն ունի b, որը ընկած է հենքի մեջ, այնպիսին, որ b-ն միաժամանակ մտնում է b2-ի եւ b1-ի մեջ։ Նայում ենք սրան եւ սրան, քանի որ b-ն 2-ից էլ փոքր է, մենք պետք է ունենանք հետեւյալը. f-b-ն ընկած է b1 էպսիլոն հատում b2 էպսիլոնի մեջ։ Բայց սա հավասար է դատարկ բազմության, իսկ ես մի b-ն հավասար չի դատարկ բազմության։ Այսինքն ստացանք, որ ոչ դատարկ բազմությունը f-b-ն ընկած է դատարկ բազմության մեջ, որը հնարավոր չի, այսինքն ստանում ենք հակասություն։ Եկեք նայենք երկրորդը, չէ, երկրորդ թողնում եմ ձեզ, շատ հեշտ է ապացուցել երկրորդը։ Ու նույնիսկ երրորդից հետևանք է, հենց որ ապացուցենք միայն գն։ Ուրեմն ոնց մենք արեցինք, չէ, պաշտոնեն չէինք ապացուցել, ուրեմն եկեք ապացուցենք։ Եթե ունենք ուրեմն վերցնում ենք ցանկացած էպսիլոն, եկեք վերցնենք մի հատ էպսիլոն, ասենք էպսիլոն հավասար է 1, ապա կարող ենք գտնել ինչ-որ b տար հենքից, այնպես որ f-b-ն, չէ, f-b-ն չէ, f-ի սահմանափակումը b-ի վրա, եթե նայում եմ տատանումները, օմեգա f-b-ն փոքր է էպսիլոնից։ Այսինքն մասնավորապես տեղից հետևում է, որ f-b-ն ընկած է, վերցնում եմ ցանկացած կետ b-ից։ Ասենք վերցնում եմ ցանկացած կետ x0 կետ, որը պատկանում է b-ին, ընկած է f x0 կենտրոնով եւ էպսիլոն շարավղով գնդի մեջ։ Եթե f-ի տատանումները b-ի վրա չեն գերազանցում էպսիլոնը, ինչ է այդ նշանակում։ Այս նշանակում է հետևյալը, որ սուպրեմում x1, x2-ը պատկանում են b-ին,
fx1 հանած fx2։ Սա չի գերազանցում էպսիլոնը։ Հետևաբար, եթե ես ֆիքսեմ այս երկուսից մեկը, նշանակեմ x0-ով, կստանամ, որ ցանկացած ուրիշի համար ինքը գտնվում է fx0-ի էպսիլոն շրջակայքում, այսինքն տեղի ունի սա։ Դե, եթե տեղի ունի սա, ուրեմն եկեք վերցնենք էպսիլոնների հաջորդականություն, եկեք վերցնենք էպսիլոն n, որ հավասար է 1/3, դե սրա համար կարողանանք կառուցել bn յուրաքանչյուր էպսիլոնի համար, նենց որ տատանումները bn-ի վրա չեն գերազանցի 1/3-ը։ Ստեղ իհարկե իզուր էպսիլոն գրեցի, ստեղ պետք է գրել 1։ Ինչպես նաև ստեղ 1, 1, եղել 1։ Դե, սա ճիշտ է ցանկացած էպսիլոնի համար, այսինքն կարող ենք ասել, որ f-ի տատանումները b-ի վրա չեն գերազանցում 1/3-ը։ Հիմա եկեք ամեն մի b-նից, ընդ որում այս b-ները ես միշտ կարող եմ ենթադրել, որ կազմում են նվազող հաջորդականություն։ Ինչի, որովհետև ես կընտրեմ b1-ը, հետո կընտրեմ b2-ը, եկեք այդ նշանակենք b2 շտրիխ, բայց ես գիտեմ, որ b2 հատում b1-ը պետք է պարունակի ինչ-որ b2, հետ կլինի b2-ը։ Տեսեք, ստեղ b-ները ես որ ընտրում եմ, իրանք պարտավոր չեն նվազող հաջորդականություն կազմել, բայց կարող եմ անել հետևյալը, ընտրում եմ b1-ը, հետո ընտրում եմ 1/2-ի համար ընտրում եմ ինչ-որ b2 շտրիխով եկեք նշանակենք, վերցրում եմ հատում b1-ի հետ, ես գիտեմ, որ b2 շտրիխի վրա տատանումները փոքր են 1/2-ից, եթե վերցնեմ հատում b1-ի հետ, էլի 1/2-ից փոքր կլինեն, իսկ սա պարունակում է b2-ից, եւ այլն։ Հետո ընտրում եմ b3-ը, բայց այդ նշանակում եմ b3 շտրիխով, վերցնում եմ հատումը b2-ի հետ, սա դառնում է b3-ը եւ այլն։ Այսինքն ես ունեմ հենքի անտառերի նվազող հաջորդականություն, այնպես որ տատանումները չեն գերազանցում 1/3-ը յուրաքանչյուր n-ի համար։ Հիմա պարզ է ինչ է պետք անել, եկեք ամեն բազմության մեջ ընտրենք մի x-n։ Ուրեմն ընտրենք x-n, որը պատկանում է b-ին։ Այդ դեպքում ինչ կարող եմ ասել, որ ցանկացած y-ի համար b-նից fx-n հանած y-ը չի գերազանցում 1/3-ը։ Մասնավորապես, որպես y կարող եմ ընտրել ցանկացած xk, որը մեծ է n-ից։ Այսինքն ստեղից հետևում է, որ ցանկացած k-ի համար, որը մեծ է n-ից, fx-n հանած fx-k-ն փոքր է 1/3-ից։ Ինչի, որովհետև այս հաջորդ եկողները ընկած են x-k-ն ընկած է b-ի մեջ, իսկ b-k-ն ընկած է b-ի մեջ, ըստ մեր ենթադրության, մեր կառուցման։ Այսինքն ինչ եմ ստանում։ Ստանում եմ ես կոշու հաջորդականություն։ Ես կառուցեցի x-n հաջորդականություն, որը բավարարում է կոշու հայտանիշին, հետևաբար գոյություն ունի սահման։ Գոյություն ունի սահման fx-n, երբ n-ը ձգտում է անսահմանության, ու այս սահմանը ես նշանակում եմ i-ով։ Այսինքն ստեղ օգտագործեցինք, որ հաջորդականություն ունի սահման, եթե ինքը բավարարում է կոշու հատկությանը։
Եկեք մի հատ նորից այս բանը անենք։ Ուրեմն առաջի քայլը ցանկացած էպսիլոն-ի համար, որը հավասար է 1/3-ի, ընտրում եմ հենքից տար, այնպես որ տատանումները չեն գերազանցում 1/3-ն։ Այս հնարավոր է ըստ մեր ենթադրության։ Հա, պաստորեն ստեղ մենք բան ենք ապահովում, համարժեքություն ենք ապահովում։ Այս պահին ես ապահովում եմ, որ այս պայմանը բավարար է։ Այսինքն, եթե տեղի ունի սա, ապա սահմանը գոյություն ունի։ Հակառակությամբ անհայմատ ավելի հեշտ է։ Ուրեմն, ցանկացած n-ի համար նշանակում եմ էպսիլոն հավասար է 1/3 եւ ընտրում եմ b-ն, այնպես որ տեղի ունի սա։ Տատանումները, f-ի տատանումները b-ի վրա չեն գերազանցում 1/3։ Ընդ որում, այս պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ ես կարող եմ միջ ենթադրել, որ b-ները կազմում են նվազող հաջորդականություն։ Հիմա յուրաքանչյուր b-ի մեջ ես ընտրում եմ մի տար, ցանկացած։ Այդ դեպքում ցանկացած y-ի համար b-նից տեղի ունի սա։ Ըստ մեր կառուցման։ Մասնավորապես y-ի փոխարեն ես կարող եմ ընտրել ցանկացած x-k, քանի որ դրանք բոլորը b-ի մեջ են։ Այսինքն ես ստանում եմ, որ f(x)-ը բավարարում է կոշու այտանիշին, հետեւաբար f(x)-ն հաջորդականությունը ունի սահման։ Այս պնդում եմ, որ an կլինի հենց մեր ֆունկցիայի սահմանը, ուրեմն ապացուցենք, որ f-ի սահմանը ըստ b հենքի հավասար է i-ի։ Ուրեմն ինչ գիտենք։ Գիտենք երկու բան, որ f(x)-ը ձգտում է i-ի եւ գիտենք, որ f-ի տատանումները b-ի վրա փոքր է 1/n-ից։ Հիմա ֆիքսենք ցանկացած էպսիլոն դրական թիվ, ապա կարող ենք ընտրել գոյություն ունի n, նենց որ f(x)-ն հանած an փոքր է էպսիլոն բաժանած 2-ից։ Եվ կարող եմ ենթադրել, որ n-ը ավելի մեծ է, քան թե 2 բաժանած էպսիլոնը։ Այսինքն, եկեք սենց գրեմ, որ հասկանալի լինի, 1 բաժանած n-ը ավելի փոքր է, քան թե էպսիլոնը բաժանած էպսիլոն կեսը։ Հիմա ցանկացած x-ի համար, ուրեմն ցանկացած x-ի համար b-նից ես կարող եմ գրել հետևյալը. f(x) հանած an, օգտագործում եմ եռանկյան անհավասարությունը, ավելի փոքր է, քան f(x) հանած f(x)-ն գումարած f(x)-ն հանած a։ Այս երկրորդը ես կարող եմ գնահատել էպսիլոն կեսով։ Սա ես կարող եմ գնահատել f-ի տատանումներով b-ի վրա։ Իսկ ես էլ իր հերթին փոքր է էպսիլոն բաժանած 2-ից։ Այսինքն այս գումարը փոքր է էպսիլոնից։ Այսինքն տրված էպսիլոն դրական թվի համար ես գտա հենքից այնպիսի տար, որ f(x) հանած an փոքր է էպսիլոնից ցանկացած x-ի համար b-նից։ Սա էլ ապացուցում է, որ f-ի սահմանը հավասար է i-ի։ Արդյոք հարցեր կան այս ավանդույթի վերաբերյալ։ Կարող է մի քիչ abstract թվալ, բայց եթե abstract է թվում, պարզապես պետք է վերցնեք ցանկացած դեպք, հենքի ցանկացած կոնկրետ դեպք, այդ դեպքի համար նայեք ապացույցը, հետո ընդհանուր դեպքը պարզ կլինի։ Շատ լավ, հուսով եմ այս ապացույցը պարզ է, ստեղ ցույց տվեցինք փաստորեն պայմանի անհրաժեշտությունը, պայմանի բավարար լինելը։ Եկեք ցույց տանք, որ պայմանը նաև անհրաժեշտ է, անհայմատ ավելի հեշտ է սա։
Ամենը երանկյան անհավասարության կիրառումն է։ Ուրեմն վերցնում ենք ցանկացած էպսիլոն դրական թիվ։ Այստեղ էպսիլոն դրական թվի համար կառուցում ենք հենքից տար, այնպես որ f-ն ընկած է սահմանի էպսիլոնը բաժանած 2 շրջակայքում։ Սահմանի սահմանման նման բան գոյություն ունի։ Ուրեմն հաշվում ենք, գնահատում ենք տատանումները օմեգա f բեն, այս ինչ էր, այս հավասար է սուպրեմում fx1 հանած fx2, երբ x1 x2-ը պատկանում են b-ին, բայց այս յուրաքանչյուր տարբերություն ես կարող եմ գնահատել հետևյալ ձևով. fx1 հանած a գումարած fx2 հանած a։ Հաշվապես գրեցի եռանկյան անհավասարությունը, սրանցից յուրաքանչյուրը փոքր է էպսիլոն կեսից, հետևաբար գումարը փոքր է էպսիլոնից։ Այսինքն օմեգա f-ն չի գերազանցի էպսիլոնը։ Ես էլ հենց նշանակում է, որ տեղի ունի մեր անհրաժեշտ պայմանը։ Հատված սրանով ապացույցն ավարտվում է։ Եկեք եւս մի հատկություն ապացուցենք։ Ոնց ենք սովորաբար հաշվում ֆունկցիաների սահմանը։ Պարզ դեպքերում հաշվում ենք, հետո փորձում ենք բարձ դեպքերը, այսինքն եթե ունենք ֆունկցիաների համադրույթ, բերենք այդ պարզ դեպքերին, բայց դրա համար մեզ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ վերցնում ենք ֆունկցիաների համադրույթի սահմանը։ Ուրեմն, փոքր թեորեմ Ուրեմն դիցուկ տրված են x, որը ընկած է rm, եւ y, որը ընկած է rn տարածության մեջ բազմությունները, b1-ը հենք է x-ի վրա, b2-ը հենք է y-ի վրա, ուրեմն ինչ է մեզ պետք։ Ունենք երկու ֆունկցիա, ուրեմն f-ը գնում է x-ից y, g-ն գնում է y-ից, ասենք rk, եւ ենթադրում եմ, որ ֆունկցիաներ են, ուրեմն ենթադրենք, թե տեղի ունի հետևյալը, ուրեմն երկու պայման։ Առաջինը, որ այս երկու ֆունկցիաները ունեն սահման ըստ տրված հենքերի։ Գոյություն ունի սահման f-ի ըստ b1 հենքի եւ գոյություն ունի սահման g-ի ըստ b2 հենքի։ Ուրեմն, որովհետեւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, եկեք կոնկրետ դեպք վերցնենք։ Ենթադրենք, ստեղ նայում ենք x բազմությունը, ստեղ y բազմությունն է, այս առաջի ֆունկցիան է, որը գնում է x-ից y, սա երկրորդ ֆունկցիան է, որը գնում է y-ից rk, ստեղ ունենք x0 կետը, որի համար նայում ենք սահմանը, ստեղ ունենք y0 կետը, որի համար նայում ենք g-ի սահմանը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, թե համադրույթի հետ ինչ է տեղի ունենում, որովհետեւ համադրույթի մասին ինչ-որ բան ասեմ, պետք է որ
x0-ի շրջակայքերը գնան y0-ի շրջակայքերի մեջ։ Հակառակ դեպքում ոչ մի ձևով չեմ կարող որևէ ինֆորմացիա ստանալ J համադրույթ F-ի մեջ, J համադրույթ F-ի համար։ Ուրեմն երկրորդ պայմանը հենց դրա համար է։ Երկրորդ պայմանը ասում է հետևյալը, որ ցանկացած B-ի համար B2-ից գոյություն ունի B' B1-ից, նենց որ F B'-ը ընկած է B-ի մեջ։ Եկեք մի հատ նորից ունենք x և y բազմությունները, ունենք ֆունկցիա, որը գնում է x-ից y և ֆունկցիա, որը գնում է y-ից k։ Մասնավորապես ես կարող եմ նայել J-ի համադրույթը, J և F-ի համադրույթը, J համադրույթ F-ը, որը գնա x-ից RK։ Ինչ եմ ենթադրում F-ի համար։ F-ի համար ենթադրում եմ, որ գոյություն ունի սահման, երբ կոպիտ ասած x-ը ձգտում է x0-ի, այսինքն սահման ըստ առաջին հենքի։ Պայմանականորեն ասած, երբ x-ը ձգտում է x0-ի։ J-ի համար ենթադրում եմ, որ գոյություն ունի սահման, երբ y-ը ձգտում է y0-ի, այսինքն ըստ երկրորդ հենքի։ Եվ որպեսզի համադրույթի մասին ինչ-որ իմաստալից բան կարողանամ ասել, ենթադրում եմ, որ երբ x-ը մոտ է x0-ին, ապա պատկերը fx-ը մոտ է y0-ին։ Հենքերի տերմինոլոգիայով ասում ենք հետևյալը, որ ցանկացած B տարի համար B2-ից գոյություն ունի B', նենց որ F B' ընկած է B-ի մեջ։ Եզրակացությունը հետևյալն է, ապա գոյություն ունի սահման J համադրույթ F ըստ B1 հենքի և այն հավասար է J-ի սահմանին ըստ B2 հենքի։ Ի տարբերություն ձևակերպման, ապացույցը մի տող է, կամ ամենաշատը 2։ Եկեք ապացուցենք, ապացույց։ Ուրեմն եկեք I-ով նշանակենք J-ի սահմանը։ I-ով նշանակենք J-ի սահմանը ըստ B2 հենքի։ Այդ դեպքում կարող ենք ասել հետևյալը, որ ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի B, որը պատկանում է B2-ին, նենց որ J B-ն ընկած է A կենտրոնով և էպսիլոն շարավղով գնդի մեջ։ Սա ես օգտագործեցի, որ J-ն ունի սահման։ Իմիջիայլոց, պաստորեն F-ի սահմանը ըստ հենքի ես չեմ էլ օգտագործելու։ Այսինքն այս պայմանը ավելորդ էր։ Ուրեմն ինձ անեմ, որ սրա կարիքը չկար իրականում։ Սա փոխարինվում է այս երկրորդ պայմանով։ Ուրեմն տրված B տարի համար ես կարող եմ գտնել այնպիսի B' տար, գոյություն ունի B' B1-ից, նենց որ F B'-ը ընկած է B-ի մեջ։ Մենք ինչ եմ ստանում, F B' ընկած է B-ի մեջ, իսկ J-B-ն ընկած է B-ը մեջ։ Դրանից միանգամից կարող եմ եզրակացնել, որ J համադրույթ F-ը կիրառած
B շտրիխի վրա, որը հավասար է G կիրառած F B շտրիխի վրա, ինքը ընկած է GB-ի մեջ, քանի որ տեղի ունի սա, իսկ GB-ն էլ ընկած է BA էպսիլոնի մեջ։ Այսինքն ինչ ստացվեց, տրված էպսիլոն դրական թվի համար, ես կտա B շտրիխ, նենց որ G համադրույթ F-ը կիրառած B շտրիխի վրա, ընկած է ամբողջությամբ BA էպսիլոնի մեջ։ Սա էլ նշանակում է, որ գոյություն ունի սահման, ու ինքը հավասար է հենց G-ի սահմանին։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք մի երկու օրինակ նայենք, ուղղակի հասկանալու համար, որ սահմանի հետ պետք է զգուշությամբ գործել։ Այսինքն սահմանները նայելիս պետք է մի քանի փոփոխական ֆունկցիաները սահմանները նայելիս պետք է ուշադրություն դարձնել, որ թե ինչ հենքի վրա ենք մենք սահմանը ուսումնասիրում։ Ուրեմն օրինակներ։ Ուրեմն առաջի օրինակը բոլորը զորիչի գրքից են, այսինքն կարող եք հետո նույնիսկ զորիչի գրքում նայել։ Նայում ենք հետևյալ ֆունկցիան f(x)-ը հավասար է xy բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի, երբ xy-ը հավասար չի, այսինքն ես նույնիսկ կարիք էլ չունեմ բան անելու, 0-ի դեպքում սահմանելու համար, բայց եկեք գրենք 0, հետո այս ֆունկցիան էլի մեզ պետք է գալու հավասար է 0-ի։ Այսինքն xy բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի, երբ հայտարարը 0 չի, եւ ըստ սահմանման դնում եմ 0, երբ հայտարարը 0 է։ Այդ դեպքում հեշտ է տեսնել հետևյալը։ Նախ առաջինը, որ սահման երբ xy-ը գնում է 0-0-ի, գոյություն չունի fxy-ի։ Ասենք ինչի գոյություն չունի, օրինակ կարող ենք անել հետևյալը, նայենք թե ինչ է տեղի ունենում, երբ մենք մոտենում ենք 0-ին x-երի կամ y-ների առանցքի վրայով։ Իրականում մեր ֆունկցիան հավասար է 0-ի։ Եթե ես վերցնում եմ fx0, սա հավասար է 0-ի, ու ինքն էլ հավասար է f0y-ի ցանկացած x-y-ի համար։ Այսինքն, եթե ես իմ կետը մոտենում է 0-0 կետին առանցքների վրայով, ապա ես ստանում եմ 0։ Հիմա եկեք տեսնենք ինչ է տեղի ունենում, երբ վերցնում ենք fxx։ fxx-ը հավասար է, եթե x-ը 0-ից տարբեր է, երբ x-ը հավասար չի 0-ի, fxx-ը հավասար է x քառակուսի բաժանած 2x քառակուսու, որը հավասար է 1/2-ի։ Այսինքն, եթե ես մոտենում եմ 0-ին x-ը հավասար է y ուղղի վրայով, ապա միշտ ստանում եմ 1/2։ Մասնավորապես, ինչ գունդել վերցնեմ 0-ի շուրջ, ինչ գունդել վերցնեմ ստեղ, տատանումները ես գնդում կլինեն 1/2, ամենակիչը 1/2։ Այսինքն ցանկացած r-ի համար, եթե ես վերցնում եմ f-ի տատանումները 0 կենտրոնով եւ r շարժվող գնդի վրա, ապա ստանում եմ գոնե 1/2, որտեղ ցանկացած գնդում կլինեն կետեր, որոնք ընկած են կանաչ ուղի վրա կամ մանուշակագույն ուղի վրա։ Այսինքն նշանակում է, որ սահման գոյություն չունի։ Հետևաբար գոյություն չունի սահման fxy, երբ
XY-ը ձգտում է 0,0-ի։ Բայց ես կարող եմ նաև անել հետևյալը, եկեք նայենք սահմանը, երբ ոչ թե x, y-ը միաժամանակ են ձգտում 0-ի, այս սկզբից մեկն է ձգտում 0-ի, հետո մյուսը։ Օրինակ սկզբից x-ն է ձգտում 0-ի, հետո y-ը։ Ուրեմն եկեք նայենք հետևյալ սահմանը։ Սահման, երբ y-ը ձգտում է 0-ի եւ սահման, երբ x-ը ձգտում է 0-ի, fxy։ Ուրեմն սրա համար ինչ է պետք անել։ Պետք է վերցնել ցանկացած y, որը 0 չի, քանի որ ես ուզում եմ ասել սահմանը, երբ y-ը ձգտում է 0-ի, ինձ հետաքրքրում են y-ների n արժեքները, y-ի n արժեքները, որոնց համար y-ը տարբեր է 0-ից։ Ճիշտ է, այս սահմանը, երբ ես հաշվում եմ, 0-ն պետք է հանեմ։ Այսինքն նայում եմ ցանկացած y, որը 0-ից տարբեր է, ու նայում եմ, թե ինչի հավասար սահմանը։ Սա է մեր արտահայտությունը։ Ուրեմն ես ֆիքսում եմ y-ը 0-ից տարբեր եւ անցնում եմ սահմանը, երբ x-ը ձգտում է 0-ի։ Այսինքն ես հավասար է սահման, երբ y-ը ձգտում է 0-ի, սահման xy բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի, երբ x-ը ձգտում է 0-ի։ Բայց այս երկրորդ սահմանը ակնհայտորեն ձգտում է 0-ի, քանի որ ստեղ ունեմ հաստատուն բաժանած հաստատուն գումարած x քառակուսի, ու ստեղ ունեմ մի x։ Մեկ փոփոխանի ֆունկցիայի սահմանից սահմանի հատկությունները օգտագործելով միանգամից ստանում ենք, որ ստեղ ստանում ենք 0 ներսի սահմանում։ Այսինքն ստացվում է սահման, երբ y-ը ձգտում է 0-ի, ու պետք է դնեմ 0 ֆունկցիան, նույնաբար հավասար 0-ի ֆունկցիան, ստեղում բնականաբար հավասար է 0-ի։ Այսինքն սահմանը, երբ սկզբից x-ն է ձգտում 0-ի, հետո y-ը, կամ հակառակը սկզբից y-ը, հետո x-ը գոյություն ունի, բայց սահման, երբ x, y-ը ձգտում է 0-ի, գոյություն չունի։ Ընդ որում այս երկու սահմանները հավասար էին իրար։ Եկեք նայենք երկրորդ օրինակը, երբ երկու սահմանները գոյություն ունեն, բայց իրար հավասար չեն։ fxy-ը հավասար է x քառակուսի հանած y քառակուսի բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի, երբ xy-ը հավասար չի 0,0-ի, եւ ասենք թող լինի 0, երբ xy-ը հավասար է 0,0-ի։ Եկեք նայենք, թե ինչ է տեղի ունենում, երբ անցնում ենք սահմանի սկզբից ըստ x-ի, հետո ըստ y-ի։ Ուրեմն սահման, երբ y-ը ձգտում է 0-ի, սահման, երբ x-ը ձգտում է 0-ի, էլի նույն պատճառով ես կարող եմ այս արտահայտությունը դնել x քառակուսի հանած y քառակուսի բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի։ Հիմա երբ x-ը ձգտում է 0-ի, y-ը 0-ից տարբեր թիվ է, երբ x-ը ձգտում է 0-ի, y-ը 0-ից տարբեր թիվ է, ուրեմն x-ը անատանում է, մեզ մնում է մինուս y քառակուսին բաժանած y քառակուսում։ Այսինքն այս ստացվում է հավասար է սահման, երբ y-ը ձգտում է 0-ի, մինուս 1, այս էլ հավասար է մինուս 1-ի։ Հիմա երբ սկզբից y-ն է ձգտում 0-ի, այս դեպքում այս y-ն է անետանում, ստեղ ստացվում է պարզապես 1։ Այսինքն այն մյուս սահմանը հաջորդ մյուս ձևով վերցրած սահմանը, երբ սկզբից y-ն է ձգտում 0-ի, հետո x-ը, կստացվի 1։ Այսինքն այս երկու սահմանները գոյություն ունեն, բայց իրար հավասար չեն, եւ վերջապես սահման, երբ xy-ը ձգտում է 0-ի, գոյություն չունի։ Ինչի, որովհետև կարող ենք վերցնել օրինակ, երբ վերցնում ենք, եկեք մի բան կարենք, երբ վերցնենք օրինակ x-ը հավասար է 0-ի ուղիղ, այսինքն նայում ենք սահմանը, երբ կետը ձգտում է 0-ի մնալով y-ների առանցքի վրա, եւ նայում ենք սահմանը, երբ կետը ձգտում է 0-ի մնալով x-երի առանցքի վրա, էլի ես նույն հաստակներով ապացուցում ենք, որ մի դեպքում ստացվում է 1, մի դեպքում ստացվում է մինուս 1։
Այսինքն տատանումները ցանկացած գնդի վրա կլինեն գոնե 2։ Ցանկացած r-ի համար f-ի տատանումները 0 կենտրոնով եւ r շարժվող գնդի վրա կլինեն գոնե 2, հետեւաբար գոյություն չունի սահման։ Եկեք հիմա նայենք մի դեպք, երբ սահմանը գոյություն ունի, երբ x-y-ը ձգտում է 0-ի, բայց առանձին սահմանը գոյություն չունի։ Ուրեմն նայենք f x-y ֆունկցիան, որը հավասար է x գումարած y անգամ սինուս 1x-երորդ։ Այս այն դեպքում, երբ x-ը հավասար չի 0-ի։ Եվ վերցնենք, ասենք 0, երբ x-ը հավասար է 0-ի։ Հիմա հաշվենք սահմանը, երբ x-y-ը ձգտում է 0-ի։ Ապացուցենք, որ այդ սահմանը հավասար է 0-ի։ Ուրեմն սահման fxy, երբ x-y-ը ձգտում է 0-ի։ Ուրեմն եթե ես ֆիքսում եմ, ես պնդում եմ, որ այս սահմանը հավասար է 0-ի։ Ոնց ցույց տանք, եթե վերցնում ենք ε դրական թիվ, ըստ այս ε-ի, եթե ես վերցնեմ, վերցրեցինք ε դրական թիվ, նկատում ենք, որ եթե x-y-ը ընկած է 0 կենտրոնով եւ ε բաժանած 2 շարժվող գնդի մեջ, ապա ունենք հետևյալը, fxy-ը բացարձակարժեքով փոքր է x-ի բացարձակարժեք գումարած y-ի բացարձակարժեք։ Բայց եթե x-y կետը ընկած է այս գնդի մեջ, ապա կոորդինատներից յուրաքանչյուրը փոքր է ε կեսից։ Այսինքն այս փոքր է 2 անգամ ε կեսից, որ հավասար է ε-ի։ Այսինքն տրված ε-ի համար ես գտա այնպիսի գունդ, որ fxy-ը փոքր է ε, սահմանը հավասար է 0-ի։ Հիմա եկեք նայենք սահմանը, երբ հետևյալ սահմանը, ուրեմն վերցնեմ սահման, երբ y-ը ձգտում է 0-ի, սահման, երբ x-ը ձգտում է 0-ի, fxy։ Ես պնդում եմ, որ սա գոյություն չունի, ու գոյություն չունի այն պատճառով, որ այս առաջի սահմանը գոյություն չունի։ Դե այն որ ինքը գոյություն չունի, դա ակնհայտ է, որովհետև պետք է վերցնեմ ոչ 0y, այսինքն պետք է վերցնեմ սահման, երբ x-ը ձգտում է 0-ի, x գումարած y անգամ սինուս 1x-երորդ։ Սա բնականաբար ձգտում է 0-ի, երբ y-ը հավասար չի 0-ի։ Սա ձգտում է 0-ի, իսկ սա սահման չունի։ Սահման չունի։ Այսինքն նույնիսկ եթե կա սահման, երբ x-y-ը ձգտում է 0-ի, առանձին սահմանով սահմանի անցնելը կարող է իմաստ չունենալ։ Եվս մի օրինակ նայենք, երբ սահմանը գոյություն ունի ցանկացած ճառագայթի վրա 0-ի գնացող, բայց սահման գոյություն չունի։ Եկեք նայենք հետևյալ ֆունկցիան, fxy հավասար է, ուրեմն x քառակուսի y բաժանած x-ի 4 գումարած y քառակուսի։ Ուրեմն այս այն դեպքում, երբ x-y հավասար չի 0-ի։ Ուրեմն ես պնդում եմ, որ եթե ես վերցնեմ ցանկացած ուղիղ որը անցնում է 0-0 կետով, ապա սահման գոյություն կունենա։
Այսինքն վերցնում եմ ցանկացած ուղիղ, որը անցնում է 0 0 կետով։ Այսինքն եկեք սրա անունը դնենք օրինակ եկեք պարամետրական տեսքով գրեմ ուղիղը, որպեսզի տարբերություն չդնեմ ինքը հորիզոնականը թե ուղղայած։ Ուրեմն x-ը հավասար է ալֆա t, y-ը հավասար է բետա t։ Վերցնում եմ ցանկացած ալֆա բետա որ դյուրայական վեկտոր եւ նայում եմ այս ուղիղը։ Դեն պատկանում է r-ին։ Այդ դեպքում ինչ կարող եմ ասել, որ f ալֆա t բետա t-ն հավասար է կստացվի ուրեմն ալֆա քառակուսի բետա t խորանարդ բաժանած ուրեմն x-ի 4 աստիճանը ստացվում է ալֆայի 4 աստիճան t-ի 4 աստիճան գումարած բետա քառակուսի t քառակուսի։ Այս մի վարքյան, եկեք տեսնենք ինչ է ստացվում, ստացվում է ալֆա քառակուսի բետա, t քառակուսով կարող եմ կրճատել, ստեղ մնում է t, և բաժանած ալֆայի 4 աստիճան t քառակուսի գումարած բետա քառակուսի։ Հիմա, եթե բետան հավասար չի 0-ի, ապա ակնհայտորեն ես գնում է 0-ի, երբ t-ն գնում է 0-ի։ Իսկ եթե բետան հավասար է 0-ի, ապա ես նույնաբար հավասար է 0-ի։ Այսինքն բոլոր դեպքերում այս արտահայտությունը գնում է 0-ի, երբ t-ն հավասար է 0-ի, այսինքն t-ն ձգտում է 0-ի, այսինքն սահման f ալֆա t բետա t-ն, երբ t-ն ձգտում է 0-ի, հավասար է 0-ի, ընդ որում սա ճիշտ է ցանկացած ալֆա բետա վեկտորի համար, ցանկացած ալֆա բետա ոչ զրոյական վեկտորի համար։ 2 անած 0 0։ Բայց միևնույն ժամանակ, եթե ես վերցնեմ հետևյալ պարաբոլը y հավասար է x քառակուսի, վերցնենք y հավասար է x քառակուսին, այդ դեպքում ինչ կստանանք, եթե y հավասար է x քառակուսի, ստանում ենք, որ f x քառակուսի ստացվում է x-ի 4 աստիճան բաժանած x-ի 4 գումարած x-ի 4, այսինքն ստացվում է 1 երկրորդ։ Ստայց մի անգամից ստանում ենք, որ սահմանը, երբ x-y-ը ձգտում է 0-ի, գոյություն չունի, որտեղ ցանկացած գնդի մեջ ես կարող եմ պնդել, որ f-ի տատանումները մի կողմից ունենք 0, մյուս կողմից ունենք 1 երկրորդ, գոնե 1 երկրորդ են։ Հետևաբար սահման գոյություն չունի։ Գոյություն չունի սահման fxy-ի, երբ xy-ը գնում է 0 0-ի։ Արդյոք կան հարցեր այս ամեն ինչի վերաբերյալ։ Վերջին բանը, այսինքն այդ երևի ավելի շուտ էր պետք ասել, այն բոլոր հատկությունները, որ ունեք մեկ փոփոխականի համար, ճիշտ է նաև բազմաչափ դեպքում։ Մասնավորապես, եթե ունեք երկու ֆունկցիա, որոնք ունեն սահման, ապա գումարն ունի սահման, արտադրյալն ունի սահման եւ քանորդը ունի սահման, եթե հայտարարի սահմանը 0 չի։ Չգիտեմ, արդյոք իմաստուն է այդ ամեն ինչը ձևակերպել, լավ եկեք ձևակերպեմ, բայց բնականաբար չեմ վաղուց, քանի որ հատկությունները լրիվ ականայտ են ու լրիվ նույն ձևով են ապացուցում ինչ որ մեկ փոփոխականի ֆունկցիաների համար։ Թեորեմ ուրեմն դիցուկ ինչպես միշտ տրված է x բազմություն է RM-ից ուրեմն ունենք ֆունկցիաներ fg որոնք x-ից գնում են r քանի որ վերցնելու եմ արտադրյալ եւ քանորդ ֆունկցիաները պետք է լինեն արժեքներ ընդունեն r-ում եւ ունեմ b հենքը x-ի վրա
Ուրեմն ենթադրենք, թե գոյություն ունի սահմաններ, գոյություն են սահմաններ f-ի եւ g-ի ըստ b հենքի։ Ուրեմն ենթադրենք, թե սահման ըստ b-ի f-ը հավասար է a-ի եւ սահման ըստ b-ի g-ն հավասար է b-ի։ Ապա ուրեմն գումարն ունի սահման կամ գծային կոմբինացիան ունի սահման f գումարած c g-ն ըստ b-ի հավասար է a գումարած c b-ի, c-ն ցանկացած թիվ է իրական։ Նույնը կարող ենք ասել արտադրյալի համար։ Եվ եթե b-ն հավասար չի 0-ի, ապա սահման f-ը բաժանած g-ն հավասար է a բաժանած b-ի։ Առաջարկում եմ ինքնուրույն ապահովեք այս թեորեմը, ոչ մի վատ բան չկա, նայում եք, թե ոնց են ապահովում մեկ փոփոխականի ֆունկցիաների համար, լրիվ նույն փաստարկներն ասում են բազմաչափ դեպքում։ Արդյոք կան հարցեր այս ամեն ինչի վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան հարցեր, անցնենք ուրեմն անընդհատության հասկացողությանը։ Ուրեմն, սկսենք սահմանումից։ Սահմանում ուրեմն, ինչպես միշտ ունենք x բազմություն, ունենք f ֆունկցիա, որը x-ից գնում է rn, եւ այս անգամ արդեն ունենք x0 կետ, որը պարտավոր է պատկանել x-ին։ Ուրեմն, եթե x0-ն կուտակման կետ չի, ապա անընդհատության հասկացողությունը կարելի ասել դատարկ է, դրա համար եկեք ենթադրենք, որ x0-ն կուտակման կետ է։ Եթե x0-ն կուտակման կետ չի, ապա ինչ-որ մի շրջակայք, բացի x0 կետից ուրիշ ոչ մի կետ չի պարունակում։ Այդ դեպքում անընդհատության մասին խոսելը կարող ենք խոսել, բայց համարյա անիմաստ է։ Ուրեմն, կասենք, որ f-ը անընդհատ է x0 կետում, անընդհատ է x0 կետում, եթե f-ի սահմանը, երբ x-ը ձգտում է x0-ի, հավասար է f x0-ի։ Այսինքն ուրիշ կերպ ասած, ուրիշ կերպ ասած, ցանկացած էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի այնպիսի r դրական թիվ, որ ցանկացած x-ի համար, որը գտնվում է x0-ի r շրջակայքում եւ պատկանում է նաեւ x-ին, հակառակ դեպքում fx-ը իմաստ չունի, fx հանած fx0-ն փոքր է էպսիլոնից։ Այսինքն այն սովորական հասկացողությունը, ինչ որ մենք ունեինք մեկ չափանի մեկ փոփոխականի ֆունկցիաների համար։
Ուրեմն այս առաջի հասկացողություններ, եկեք եւս մի բան ներմուծենք։ Ինտեգրալը ուսումնասիրելիս մենք ներմուծել էինք տատանումները տրված կետում։ Ինչ էինք անում դրա համար, վերցնում էինք այդ կետի ցանկացած, այդ կետը պարունակող ցանկացած գունդ, հաշվում էինք տատանումները ու անցնում էինք սահմանին, երբ գնդի շարավեղը ձգտում է 0-ի։ Այդ նույն բանը անում ենք ստեղ։ Ուրեմն այդ նշանակենք, ասենք ունենք x0 կետ, օմեգա f x0-ն, այսինքն f-ի տատանումները x0 կետում, ըստ սահմանման, այդ հետևյալ մեծությունն է, վերցնում եմ սահման, երբ դելտան ձգտում է 0-ի, ու վերցնում եմ տատանումները x0 կենտրոնով և դելտա շարավով գնդի և x բազմության հատմանը վրա։ Այսինքն, այսինքն ամեն ինչ պարզ է, վերցնում եմ տատանումները այս բազմության վրա, բնականաբար ինչքան դելտան փոքր է, այնքան տատանումները փոքր են, այսինքն այս մոնոտոն աճող ֆունկցիա է, դելտան մեծացնելիս տատանումները մեծանում են, այսինքն երբ դելտան ձգտում է 0-ի, դրական մնալով, գոյություն ունի սահման։ Այն ինչ որ ստացվեց, կանվանենք f-ի տատանումները 0 կետում, x0 կետում։ Այս ամեն ինչով մենք ունենք հետևյալ թեորեմ, ուրեմն միշտ ենթադրելու եմ սա, որ ունենք x, f և x0-ը, որը կուտակման կետ է, այսինքն ամեն անգամ ես չեմ նշում, եթե չեմ նշում, ուրեմն այս պայմաններն են։ Ուրեմն առաջի հատկությունը ասում է հետևյալը, որ f-ը անընդհատ է x0 կետում, այն և միայն այն դեպքում, երբ տատանումները x0 կետում 0 են։ Երկրորդը, եթե f-ը անընդհատ է, ապա f-ը սահմանափակ է։ Հակե, երբ x-ը ձգտում է x0-ի, այսինքն ինչ որ մի փոքր շրջակայքում f-ը սահմանափակ ֆունկցիա է։ Երրորդ հատկությունը վերաբերվում է ֆունկցիաների համադրույթին, այսինքն չէ, եկեք լավ սկսենք բաներից, գծային կոմբինացիայից և արտադրյալից։ Եթե ունենք fg ֆունկցիաները, որոնք անընդհատ են, fg ֆունկցիաները ուրեմն անընդհատ են x0-ում, ապա f գումարած cg, f անգամ g և f-ը բաժանած g այն պայմանով, որ g x0-ն տարբեր է 0-ից։ Բնականաբար այս երկու դեպքում, այս երկրորդ դեպքում և երրորդ դեպքում ես ենթադրում եմ, որ n-ը հավասար է 1-ի, այսինքն նայում եմ սկալար ֆունկցիաներ, իրական արժեքներով ֆունկցիաներ և ոչ թե RN ֆունկցիաներ, ապա այս բոլոր ֆունկցիաները անընդհատ են x0 կետում։ Ուրեմն D հատկությունը համադրույթը ֆունկցիաների, ուրեմն ունեմ f, որը գնում է x-ից y, և ունեմ g, որը գնում է y-ից, ասենք ինչ-որ մի հատ r կա տարածություն, x0-ն պատկանում է x-ին, f(x0)-ն ես նշանակում եմ y0 և սա բնականաբար կլինի տար y-ից,
Եվ ենթադրում եմ, որ f-ը անընդհատ է x0-ում, Ժ-ն անընդհատ է y0-ում։ Ապա J համադրույթ f-ը, որը կլինի ֆունկցիա x-ից r-կա, անընդհատ է x0-ում։ Եվ վերջի հատկությունը ABGDE, ուրեմն էլ նայում եմ այն դեպքը, երբ f-ը սկալար ֆունկցիա է, x-ից գնում է r, ու ես ենթադրում եմ, որ f-ը անընդհատ է x0-ում, եւ բացի դրանից ենթադրում եմ, որ f(x0)-ն, ասենք, մեծ է 0-ից։ Ապա գոյություն ունի r, հենց որ ցանկացած x-ի համար, որը գտնվում է x0 կենտրոնով եւ r շարժով գնդի մեջ, fx-ը կլինի ավելի մեծ, քան թե 1/2 fx0-ն, չես կոմբերեմ, fx-ը ավելի մեծ է, քան 1/2 fx0-ն, որն էլ բնականաբար մեծ է 0-ից։ Ուրեմն էլի երկար բարակ հատկություններ են, բայց համարյա բոլոր հատկություններն ակնհայտ են։ Եկեք ապացուցենք առաջինը, ուրեմն եկեք նայենք ինչ կա, օրինակ ասում է f-ը անընդհատ է x0-ում։ Եթե f-ը անընդհատ է x0-ում, ապա f-ը ունի սահման։ Ես մենք գիտենք, որ եթե սահման կա, ապա f-ը սահմանափակ է, երբ x-ը ձգտում է x0-ում, x0-ի։ G հատկությունը էլի համարյա ակնհայտ է։ Լրիվ նույն ապացույցը ինչ որ մեկ փոխականի ֆունկցիայի համար անցնում է նաև այս բազմաչափ դեպքում։ Նույնը համադրույթի համար եւ նույնը, ասենք, դրական ֆունկցիա, դրական սահման ունեցող ֆունկցիաների համար։ Դրա համար եկեք ապացուցեմ միայն ան, մնացած թողնեմ ձեզ, եթե հարցեր լինի, ապա քննարկենք։ Ուրեմն մեկ ենք ապացուցում ու դրան այսօր դրանով կսահմանափակվենք։ Ապացույց միայն ան ենք ապացուցում ուրեմն։ Ուրեմն ինչ պետք է ապացուցեմ, պետք է ապացուցեմ, որ f անընդհատ է այն եւ միայն այն դեպքում, երբ f-ի տատանումները x0-ում հավասար են 0-ի։ Ուրեմն եկեք ապացուցենք, որ պայմանը անհրաժեշտ է։ Ֆիքսում եմ epsilon դրական թիվ։ Այս epsilon-ի համար ես կարող եմ կառուցել այնպիսի r դրական թիվ, որ ցանկացած x-ի համար x0 կենտրոնով եւ r շարժով գնդից տեղի ունի հետեւյալը. fx անած fx0 հեռավորությունը չի գերազանցում epsilon բաժանած 2-ը։ Այդ դեպքում կարող եմ գրել հետեւյալը, որ ցանկացած x1 x2-ի համար b0r-ից fx1 անած fx2-ը փոքր է
էպսիլոնից, ստեղից մի անգամից ստանում եմ, որ օմեգա f b ստեղ ոչ թե 0 էր, այլ x0 էր, b x0r գնդի վրա չեն գերազանցում, տատանումները չեն գերազանցում էպսիլոնը։ Այսինքն ինչ ստացվեց, տրված էպսիլոն դրական թվի համար, ես գտա այնպիսի r, որ տատանումները այս գնդի վրա չեն գերազանցում էպսիլոնը։ Քանի որ էպսիլոն ցանկացած էր, ստեղից կարող եմ եզրակացնել, որ սահման օմեգա f b x0r-ը երբ r-ը ձգտում է 0-ի, հավասար է 0-ի, բայց այն ինչ որ գրված է ստեղ, հենց f-ի տատանումներն են x0 կետում։ Հետևաբար պայմանը անհրաժեշտ է։ Ցույց տանք, որ պայմանը բավարար է։ Ուրեմն էլի ֆիքսենք էպսիլոն դրական թիվ, քանի որ օմեգա f x0-ն հավասար է 0-ի, գոյություն է այնպիսի դելտա, որ օմեգա f b x0 դելտան հանած օմեգա f x0-ն փոքր է էպսիլոնից։ Այսինքն անընդհատություն ստեղ չեմ օգտագործել, ստեղ օգտագործել եմ օմեգա f x0-ի սահմանումը։ Ես ունեմ մոնոտոն աճող ֆունկցիա, ու հաշվում եմ իր սահմանը, երբ դելտան ձգտում է 0-ի։ Այսինքն այս մեծությունը միշտ դրական է, ինքը միշտ դրական է, ու տրված դելտայի համար կարող եմ գտնել, տրված էպսիլոնի համար կարող եմ գտնել այնպիսի դելտա, որ սա տեղի ունի։ Տրված էպսիլոնի համար կարող եմ գտնել այն տեսակ դելտա, որ տեղի ունի սա։ Մասնավորապես ստանում եմ, որ քանի որ այս դեպքում օմեգա f x0-ն հավասար է 0-ի, ստանում եմ, որ օմեգա f b x0 դելտան չի գերազանցում էպսիլոնը։ Մասնավորապես վերցնելով, այս ինչ է նշանակում, որ ցանկացած երկու կետի համար f-ի արժեքների տարբերությունը էպսիլոնից մեծ չի։ Այդ երկու կետերից մեկը, եթե ես վերցնեմ x0-ն, ապա կստանամ հետևյալը, որ ցանկացած x-ի համար b x0 դելտայից fx հանած fx0-ն չի գերազանցում էպսիլոնը։ Այսինքն տրված էպսիլոն դրական թվի համար ես գտա այնպիսի դելտա, որ ցանկացած x-ի համար այս գնդից fx հանած fx0-ն չի գերազանցում էպսիլոնը։ Այս էլ հենց նշանակում է, որ սահման fx-ը երբ x-ը ձգտում է x0-ի, հավասար է f x0-ի։ Այսինքն մեր f ֆունկցիան անընդհատ է։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Առաջի կետի ապացույցն ավարտվում է, մնացածը, ինչպես ասացի, ապացուցում են լրիվ նույն ձևով, ինչ որ մեկ չափանի դեպքում։ Այստեղ փաստորեն արդեն պետք է վերջացնենք, եկեք երկու օրինակ նայենք, օրինակներ։ Երեք օրինակ նայենք։ Ուրեմն եթե ունենք f ֆունկցիան, որը գնում է x-ից rn, որը անընդհատ է, ուրեմն եթե ես չեմ ասում որտեղ է անընդհատ, նշանակում է ամենուրեք է անընդհատ։ Այսինքն f-ը որոշված է x բազմության վրա, եթե ասում եմ, որ f-ը անընդհատ է, առանց նշելու թե որտեղ, ապա նկատի ունեմ, որ ցանկացած x0 կետում x-ից f-ը անընդհատ է։
Մեզ նշանակում է սահմանման, որ ցանկացած x0 կետի համար x-ից f-ը անընդհատ է x0-ում։ Ուրեմն եթե f-ը անընդհատ է, իսկ y-ը ընկած է x-ի մեջ, ապա f-ի սահմանափակումը y-ի վրա նույնպես անընդհատ է։ Այս տրիվիալ հատկություն է, ընդհանրապես ոչ մի բան չկա անելու։ Պարզապես վերցնում եք սահմանումը, գրում եք, թե ինչ է պետք է ապահովել ու բանը դառնում է ակնհայտ։ Ուրեմն RM-ում որոշված են կոորդինատային ֆունկցիաները, այսինքն P-ով նշանակենք P-ով նշանակենք հետևյալ ֆունկցիաները, որոնք RM-ից գործում են R և X-ին, որը վեկտոր է, X1, XM, անպատասխանության մեջ են դնում X-ին։ Ակնհայտորեն սրանք բոլորը անընդհատ ֆունկցիաներ են։ Եվ մի հատ էլ ոչ անընդհատ ֆունկցիայի օրինակ, այն ֆունկցիաներ, որ մենք մի քիչ առաջ նայեցինք, xy բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի, երբ xy-ը հավասար չի 0,0-ի, և 0, երբ xy-ը հավասար է 0,0-ի։ Մենք գիտենք, որ այս ֆունկցիան սահման չունի, երբ xy-ը ձգտում է 0-ի, հետևաբար ֆունկցիան 0-ում անընդհատ լինել չի կարող։ Բայց 0-ից դուրս միանգամից օգտագործելով այս մեր նախորդ թեորեմը, այն բանի մասին, որ գումարը, արտադրյալը եւ այլն բոլորը անընդհատ են, կարող ենք եզրակացնել, որ f-ը անընդհատ է Rm հանած 0-ի վրա և անընդհատ չի 0,0-ում։ Հուսով եմ, ոչ մի դժվարություն ես չի առաջացնի այս բանը ստուգելը։ Շատ լավ, ինձ թվում է այսօր այսքանը, արդյոք կան հարցեր։ Այո, լսում եմ։ Թեորեմի ե-ում 1/2-ը սիմվոլիկ է ուղղակի։ Որտեղ ե-ն ինչը։ Թեորեմի ե-կետում, որ գրում ենք fx-ը մեծ հավասար 1/2 fx0, Այո, 1/2-ը իհարկե սիմվոլիկ է, ցանկացած 1-ից փոքր թիվ կարող է գրել, այսինքն չի ուզում պարզապես որ fx-ը մեծ է 0-ից, ուզում է ասել, որ իրոք 0-ից անջատված են։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, դե եթե հարցեր չկան, ուրեմն այսօր այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը, հիշեցնեմ, որ ամսի 22-ին, այսինքն 22-ին նախատեսված էր ստուգողական աշխատանք, բայց ոնց որ թե 22-ին խնդիրներ կան, բայց այդ շաբաթվա ընթացքում կլինի ստուգողական աշխատանք 3 ժամ տևողությամբ։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա այսօր այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը։ Տեսնեմ բոլորին։